Ժողովուրդ օրաթերթը ուղևորներից ահազանգ է ստացել այն մասին, որ պետական աջակցություն ստացող Wizz Air ավիաընկերությունը Պրահա մեկնածներին բառացիորեն փողոցներն է գցել։ Wizz Air-ը անորոշության մեջ է պահել ուղևորներին հունվարի 9-ին միայն ստացել են նամակ, որ չվերթը հետաձգվում է եւ վերջ, ինչու որքան ժամանակ չեն պարզաբանել։ Ինձ ջղայնացած եմ, չեք կարա պատկերացնեք։ Instagram-յան Elenge blog էջով հայտնի Էլեն Քանդարյանը հրապարակել է տեսանյութ, որ Պրահա-Երևան չվերթը չեղարկվել է առանց հստակ բացատրության։ Նրա խոսքով ուղևորներին ուղարկվել է հյուրանոց ընտրելու հղում։ Առաջարկվել է ընդամենը 1 օրվա կացություն, մինչդեռ հաջորդ թռիչքը ըստ նրա 3 օրից է։ Ընդամենը մի օրով իրանք հոթել են առաջարկում ու մյուս ռեյսը որ նայում 3 օրից է։ Ոչ մի ինֆո չկա, ֆլայթը քենսել ա եղել, քանի օրից են մեզ քավերանում, քանի օրից մենք պետքա թռնենք, հետ գանք։ Ընդհանրապես աբսոլյուտно ոչ մի ինֆո չկա, ասենք մարդը ծախսել է իր հանգստի ժամանակ իր ամբողջ փողերը ծախսել է։ Հիմա մենք մեզնով պետքա գնանք այդ հոթել, մի օր մնանք, ինչ ենք անելու, ոնց ենք անելու, երբ համեր ռեյսը, զրո ինֆորմացիա։ Հիշեցնենք, կառավարության ծրագրով նոր ուղղություններով փոխադրումներ իրականացնող ավիաընկերություններին տրամադրվում է աջակցություն Շիրակով տեղափոխված յուրաքանչյուր ուղևորի համար 15,000 դրամ, իսկ զվարթնոտ ժամանողների համար 20,000 դրամ։ Ստացվում է, պետությունը վճարում է հունգարական այդ ավիափոխադրողին, բայց երբ հարցը հասնում է ուղևորի իրավունքների պաշտպանությանը, տեղեկացված լինելու իրավունքին, գործադիրը անգործունակ է դառնում եւ սկսվում է լռության չվերթը։ Ժողովուրդը դիմել է պատասխանատու կառույցներին բարձելու սուբսիդիա ստացող ավիաընկերության նկատմամբ ինչ վերահսկողություն կա եւ ով է պատասխանատվություն կրում նման դեպքերում։ Ինչու են Հայաստանից մեկնած եւ Հայաստան ժամանող ուղևորները մնացել փողոցներում առանց տեղեկության, առանց երկրի կողմնակի աջակցության, բայց դեռ պաշտոնական պատասխան չունենք։ Իդեպ սա միակ բողոքը չէ, որ քաղաքացիները հայտնում են, մնացածի մասին հաջորդիվ հերթով։